այդ ինովացիոն դիսկուրսը ինքը շատ է տարածված եւ այն տարածում են հիմնականում ակադեմիական աշխարհի կամ այսպես կոչված պրակտիկ փորձագետները, ինչի համար, որովհետեւ դա շատ լավ գործիք է պետություններից կամ ինչ-որ այլ ուրեմն կազմակերպություններից ֆինանսական աղբյուրներ ստանալու համար։ Ու ասում են, նորարարություններն են, չէ՞, աճապահում, ուրեմն դուք պետք է ֆինանսավորեք, որպեսզի մենք էլ գնանք նորարարենք։ Լավ չէ, չի ստացվում, ուրեմն քիչ եք ֆինանսավորում, շատ պետք է ֆինանսավորեք։ Գիտես ինչին է նման, որ ասենք տունը օրինակ պատի վրա սա ճեղք կա, չգիտես ինչ անես, բան նկար ես կախում, չերևա ուղղակի էլի պարզապես։ Այսինքն զամասկա ես անում, էլի, խնդիրը հա ինչ որ աչքերից մոտ որպեսի չերևա։ Դու խնդիրը չես լուծում իրականում, հա խնդրի լուծումը լրիվ այլ հարթության մեջ է։ Բայց որպեսի պատկերելի լինի, հա, այդպես ես լուծում խնդիրը։ Մոտավորապես նույն բանը նորարարություններն են այսօր ժամանակակից տնտեսությունում։ Ողջույն, Կապիտալ Պլյուսի 7-րդ թողարկումն է եւ այսօր մենք խոսելու ենք գիտատեխնիկական առաջընթաց եւ նորարարություններ։ Ողջույն Արկաձ։ Ողջույն։ Խնդրեմ ասես ինչով է պայմանավորված այսօրվա թեմայի ընտրությունը եւ մի խոսքով սկսենք։ Թեմայի ընտրությունը երկու պայմանով է որոշված։ Նախ երևի կհամաձայնվեցին մեծ որ շատ հետաքրքիր թեմա է, շատ արդիական թեմա է, ոնց որ ասում են լեզվի վրա թեմա է։ Իսկ երկրորդը, ինչպես գիտենք, օրեր առաջ Նոբելյան մրցանակ է շնորհվել տնտեսագիտության ոլորտում եւ ստացել են մրցանակը հենց այդ թեմայում, այս թեմայով որոշ մտքեր արտահայտելու, որոշ հետազոտություններ անելու համար։ Քանի որ շատ լայն թեմա է, ես առաջարկում եմ ամեն դեպքում մենք կիսենք երկու մասի։ Այսօր կխոսենք առհասարակ նորարարության, ինչ դեր է խաղում այն մեյնսթրիմյան տնտեսագիտության մեջ, հա, իսկ արդեն հաջորդ անգամ կշարունակենք եւ կդիտարկենք մեր տեսանկյունից, ես նկատի ունեմ մեր մոդելի տեսանկյունից, հա, այսինքն մենք ունենք արդեն գործիքակազմ, հա, աշխատանքի բաժանման գաղափարի շուրջ ստեղծված եւ արդեն դրա տեսանկյունից կդիտարկենք թե իրականում ինչա նորարարությունը եւ ինչպես պետք է դիտարկել այդ նորարարությունը։ Իսկ սկսենք մենք արի, ինչպես ասացի, Նոբելյան մրցանակից։ Ուրեմն 25 թվականի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը ստացել են 3 գիտնական, ոչ այդքան ծանոթ հանրության լայն զանգվածներին ծանոթ անուններ, լիբերալ թևի այսպես կոչված, ներկայացուցիչներից, ապոլոգետներից, ժամանակակից տնտեսագիտության ապոլոգետներից մեկի գրառումը դրա հետ կապված։ Նոբելյան մրցանակը տնտեսագիտության ոլորտում շնորհվեց Ֆիլիպ Աղիոնին, Փիթեր Հաուտին եւ Ջոել Մոկլին, Ջոզեֆ Շումպետերի ստեղծարար կործանման գաղափարի ժամանակակից կայուն աճի տնտեսական վերածելու համար։ Նրանց հետազոտությունները հաստատում են առանցքային ճշմարտությունը, որ դեռ Շումպետերն է զգացել մասնագիտական հոտարությամբ տնտեսական զարգացումը տեղի է ունենում ոչ թե գոյություն ունեցող կառուցվածքների պահպանմանը, այլ դրանց մշտական նորացման միջոցով։ Կարճ եթե ներկայացնենք, ապա մրցանակը տրվել է նորարարություններով պայմանավորված կայուն երկարաժամկետ տնտեսական աճը բացատրելու համար։ Հիմք ընդունելով հայտնի տնտեսագետ Յոզեֆ Շումպետերի այսպես կոչված անգլերեն կոչվում է creative destruction, հայերեն թարգմանում են հա ստեղծարար կործանում, հա, այդ գաղափարը, որի հիման վրա ստեղծել են մաթեմատիկական մոդել եւ հիմնավորել են Շումպետերի գաղափարը այն մասին։ Երկու բառով կարող ես ներկայացնել ստեղծարար կործանումը ինչի մասն է, շատ կարճ։ Էսա խոսանք, հա, որովհետեւ առանձին մենք կդիտարկենք Շումպետերի գաղափարը։ Ես ուղղակի ինչ եմ ուզում ստեղ նշել։ Օրինակ ես զարմանում եմ, որ այդպիսի բաների համար տալիս են այդպիսի մեծ մրցանակներ։ Ես բան չունեմ ասելու, կարող հետազոտությունը ինքը իրանով ինչ-որ արժեք է ներկայացնում, բայց ինչ է նշանակում մաթեմատիկական մոդել, որը հաստատել է ինչ-որ մեկի գաղափարը։ Հիմա ոնց որ ես ու դու, Վլադ ջան, փորձենք հաստատել ուրեմն Նյուտոնի օրենքը, հա, ասենք մի բան գցեմ, ասեմ, տես ընկավ, այսինքն Նյուտոնի գաղափարը ճիշտ էր, հա, ու կարող ենք անել դա, ոչ մի բան չենք արել մրցանակ, բայց մրցանակն էլ Նոբելյան, հա, այսինքն ամենահայտնի մրցանակը։ Ես մի քիչ ճիշտ ասած, չգիտեմ,
ով ոնց է կարծում, ամեն իր գործն է, բայց ես չեմ կարծում, որ այդպիսի բաների համար պետք է մրցանակ տալ, մասնավորապես վերջի շրջանում շատ տարօրինակ մրցանակներ են շնորհում, հա, տնտեսագիտության ոլորտում, ես մասնագիտությամբ պայմանավորված իհարկե հետևում եմ արարողությանը, հա, այսպես կոչված, եւ զարմանում եմ մեկ-մեկ այդպիսի մրցանակներ են շնորհում, այնպիսի աշխատանքների համար, որոնք ես չգիտեմ, տեխնացիական ատենախոսությանը երևի մակարդակը չի հասնում ու մնաց Նոբելյան մրցանակի։ Քանի որ համընկնում է մեր թեմայի հետ, ստացեցի նշեմ դա եւ դա լինի մեկնարկային կետ մեր այսօրվա զրույցի համար։ Որովհետեւ շատ պատրանքներ եւ թուրմբռնումներ կա ստեղծված ուրեմն այդ գաղափարի շուրջ։ Ինչու Շումպետեր եւ ինչու տրվեց Նոբելյան մրցանակը, մենք խոսենք մի փոքր ուշ։ Հիմա ես ուղղակի հիշեցման կարգով, որպեսզի մենք հասկանանք որտեղից են ոնց որ արմատները հա սկիզբը առնում, մենք մի փոքր բան վերհիշենք, հա, եւ արդեն դրա հիման վրա գնանք առաջ։ Հիմա հիշեցման կարգով, սա թողարկման, այսինքն տնտեսության մեջ ստեղծված բարիքի, հա, սա թողարկումն է կամ հնան, ուրեմն ֆունկցիա։ Ինչպես է տեսնում ժամանակակից տնտեսագիտություն, տնտեսական աճ, հա, այսինքն թողարկումը դա ֆունկցիա է, հա, կապիտալի եւ մարդկանց աշխատուժի միջև։ Այսինքն ինչ որ կապ կա կապիտալ, կա ուժ եւ դրանց ինչ որ կոմբինացիա տալիս արդյունք։ Մենք խոսացել ենք, որ սա սկզբնակետն է, բնականաբար այս մոդելը զարգացրել են եւ ավելացրել են, եթե հիշում ես, հա, այսպես։ A գործակիցը, հա, որը կոչվում էր total factor productivity։ Գործոնների ընդհանուր արտադրողականությունը։ Այսինքն ոչ թե պարզապես ինչ-որ կապիտալ, այս ժամանակակից, հա, հաստոցներ եւ այլն, ոչ թե ինչ-որ աշխատուժ, այլ ժամանակակից, հա, մարդու գիտելիքներ, IT ոլորտ եւ այլն եւ այլն։ Հա, սա այս պարամետրով է բնորոշվում։ Ինչ են ասում նորարարությունների տեսության կողմնակիցները։ Ասում են, դե գիտեք ինչ, հասկացանք, ասում, կապիտալ եւ աշխատուժ։ Բայց այդ ամեն ինչը կազմակերպել է, չէ՞ պետք։ Պետք է ինչ-որ միտք, ինչ-որ մի գաղափար, հա, որպեսզի այս ամեն ինչը կազմակերպվի։ Եվ ոչ միայն կազմակերպվի, այդ կոմբինացիաները, հա, իրանք կարան տարբեր լինեն եւ դրան համապատասխան ստեղծվում տարբեր ապրանքներ, տարբեր ծառայություններ եւ նոր անընդհատ նոր։ Հա, այդ նոր արարությունները հենց դրանք։ Ինչպես է այն տեղի ունենում։ Այս մոդելի մեջ դա չկա։ Դա էկզոգեն ամենաթույլ կողմը է ամեն ինչի, սրա էկզոգենությունն է։ Այսինքն, քանի որ ըստ այս մոդելի, ըստ ժամանակակից տնտեսագիտությանը, տնտեսությունը գտնվում է հավասարակշռության մեջ, ապա պարզ չի ինչպես է տեղի ունենում փոփոխությունները։ Ինչպես ենք մենք մի իրավիճակից, հա, հայտնվում մյուս իրավիճակ։ Նորարարությունների տեսության տեսանկյունից, հա, դա նորարարներն են դառնում, հա, այսինքն զարգացումը, դինամիկան, հա, ապահովում է դրսից, հա, էկզոգեն գործոններով, տնտեսությունից դուրս։ Կարճ ասած, տնտեսության համար, հա, եւ աճի համար պատասխանատու են ոչ թե տնտեսագետները, ոչ թե տնտեսագիտությունը, այլ գիտարարները եւ նորարարները։ Այս տեսակետը, այս պատկերացումը կիսում են գրեթե բոլորը։ Մասնավորապես մարդիկ, որոնք, ասենց ասեմ, ծանրաբեռնված չեն տնտեսագիտական գիտելիքով, հա։ Գիտատեխնիկական առաջընթացը դա նորարարությունն է, հա, ինովացիաներն են։ Որտեղից են իրանք հայտնվում, հետաքրքիր չի առանձնապես մարդկանց։ Հա, կան ինչ-որ գյուտարարներ, ինչ-որ նորարար նստած գյուտում են։ Գարաժում իրանց համար նստած գյուտում են, հա։ Ինչքան պատմություն մենք գիտենք, հա, որ մեկը, հա, իր ավտոտնակում ինչ-որ բան գյուտեց, Bill Gates-ը։ Այո, Bill Gates-ը չգիտեմ, բայց համենայն դեպս Steve Jobs-ի մասին այդպիսի լեգենդներ են պատմվում, հա, եւ դրա նման էլի քանի պատմություն կա, որ նստած է մարդը, հա, ավտոտնակում ինչ-որ բան գյուտեց, հետո դա ստացավ ճանաչում, հա, հայտնվեցին ինվեստորները։ Այո, հայտնվեցին ներդրողներ, որոնք հետաքրքրվեցին այդ ամեն ինչով, ու տենց գնաց առաջ ու այսօր մենք ունենք աշխարհի ամենախոշոր կազմակերպություն, հա։ Այսինքն նորից, հա, այդ մարդիկ, այդ գյուտերը, այդ նորարարությունները ստեղծվում են համակարգից դուրս։ Էկզոգեն տնտեսական աճ։ Ստեղից էլ նաև, հա, գալիս է այդ կեղծ, այդ սխալ պատկերացումը, հա, տնտեսական աճի անվերջ լինելու մասին։ Այսինքն ոչ մի սահմանափակում չկա, դու պատկերացրու, հա, այս մոդելի մեջ մենք անընդհատ ավելացնենք ինչ-որ նոր բան ստեղծվում է։ Ինչ սահմանափակում, որտեղից սահմանափակում։ Սահմանափակումը միայն մեր մտածելու, հա, եւ ստեղծագործելու ունակությունը։ Քանի որ դա սահմանափակ չի, ապա աճն էլ սահմանափակ չի։ Ինչ ներդրում ունի Շումպետերը այս ամեն ինչի մեջ։ Յոզեֆ Շումպետերը հանդիսանում է ժամանակակից նորարարությունների տեսության հիմնադիրը։
1911 թվականին դուրս եկավ նրա հայտնի գիրքը «Տնտեսական զարգացման տեսություն», որտեղ նա կապեց երկու գաղափար՝ նորարարություններ եւ ձեռնարկատիրական գործունեություն։ Մինչ Շումպետեր մենք ունենք դասական տնտեսագիտությունը սահմանում էր արտադրության 3 գործոններ, ինչպես հիշում ես, հա, հող, կապիտալ եւ աշխատուժ։ Շումպետերը ներմուծեց 4-րդ գործոն, հա, ձեռնարկատիրական գործունեություն, հա։ Ինչ որ ես ասում եմ, այս ամեն ինչը պետք է կազմակերպել եւ այլն։ Ուղղակի Շումպետերը մի քիչ առաջ գնաց, քանի որ նրա մոտ ձեռնարկատերը ոչ թե սովորական կապիտալիստ է, այսինքն ոչ թե մարդ ով ունի հող կամ ունի կապիտալ, այլ մարդ ով ստեղծում է նորարարություններ։ Պայմանը հետևյալն է, դու ոչ միայն ներդում ես անում ինչ-որ աշխատանքի մեջ, ինչ-որ ուրեմն ֆիրմայի մեջ, այլ դու նաև հանդիսանում ես նորարար։ Եվ հիշում ես, հա, մենք խոսում ենք անցած ոդկասթում շահույթի մասին, հա, շահույթի աղբյուրը։ Քանի որ ոչ դասական քաղաքտնտեսությունը, ոչ նեոդասական տնտեսագիտությունը, այդպես էլ adekvat պատասխան չտվեց, թե արդյոք փակ համակարգում հավասարակշռության մեջ որտեղից է առաջանում շահույթը, Շումպետերը տեսավ այդ խնդիրը եւ տվեց իր բացատրությունը, որ շահույթը դա ձեռնարկատիրոջ գործունեության արդյունքում առաջանում։ Իսկ նրա գործունեության արդյունքը դա նորարարությունն է։ Այսինքն շահույթը ապահովում է նորարարությունը։ Ըստ Շումպետերի ինչ է իրենց ներկայացում նորարարությունը։ 5 պայման, հա։ Առաջինը դա կամ նոր ապրանք է կամ ծառայություն, կամ այդ ապրանքի ծառայությունը ինչ-որ նոր որակ։ Երկրորդը արտադրության նոր մեթոդի ստեղծում։ Այսինքն մենք արտադրում ենք շոր, արտադրում ենք շոր այլ ուղղությամբ։ Նոր շուկայի հայտնաբերում։ Հետո դուք գտել եք շոր նոր շուկաներ, թե աշխարհագրական, թե ներքին, բայց նոր սպառողներ եք գտել, այսինքն, որոնք ձեր ապրանքը չէին գնում, հա, հիմա իրենք գնում, այսինքն, այդ իմաստով, հա, նոր շուկաներ, ոչ միայն աշխարհագրական։ 4-րդ արտադրական գործոնների նոր աղբյուրի հայտնաբերում։ Արտադրական գործոններն ունեն կապիտալ, հողը, հա, մարդուժը, եթե դուք գտնում եք նոր աղբյուր, հա, ապա դա էլ է համարվում նորարարություն։ Եվ 4-րդը տնտեսական ճյուղի կազմակերպման ստեղծում, այսինքն կամ մենաշնորհի ստեղծում ճյուղում, կամ հակառակը մենաշնորհի ուրեմն վերացում, լուծարում։ Հիմնականում, երբ որ խոսում են նորարարությունների մասին, խոսքը գնում է առաջին մասին, հա, երբ որ մենք ասում ենք նորարարություն, մենք հիմնականում պատկերացնում ենք նոր ապրանքներ, հա, կամ ծառայություն, շատ հազվագյուտ պատկերացնում են նոր շոր որակներ։ Մնացածների համար ես չեմ խոսում, հա, որովհետև սա չի դիտարկվում, հա, որպես նորարարություն, ու շատ քիչ են խոսում դրա մասին, բայց երկրորդը իսկ չենք նկատի ունենում, տեսակ ինձ երկրորդն է թվաց, որ բավականին տարածված է։ արտադրության նոր մեթոդի ստեղծում։ Միգուցե։ Մանավանդ որ ասենք ես ինչքան ես գիտեմ, հենց մանուֆակտուրաների ստեղծելով չէ սկսվեց այդ տնտեսական հեղափոխությունը։ Չէ, դա նախաբաններ, ասենց ասեմ, հա։ Շատ ժամանակ խառնում են մանուֆակտուրան։ Իսկ նույն բրդյա գործվածքներ կամ բամբակյա գործվածքներ, բայց արդեն արտադրում էր ոչ թե ձեռքի աշխատանքով, այլ հաստոցներով, էլի մանուֆակտուրաները։ Այո, բայց տես Վլադ ջան, այստեղ էականը դա չի։ Երբ որ մենք խոսում ենք արդյունաբերական հեղափոխության մասին, ֆիրմաների, հա, առևտրային կազմակերպությունների մասին, հարցը այն չի, որ այնտեղ օգտագործում են հաստոց։ Հարցը, որ ֆիրման տարբերվում է մանուֆակտուրայից նրանով, որ ֆիրմայում տեղի ունում տեխնոլոգիական աշխատանքի բաժանում։ Իսկ մանուֆակտուրայում, հա, աշխատանքի տեխնոլոգիական բաժանում չկա։ Այսինքն մարդը աշխատում է հաստոցի վրա, բայց էլ ամբողջ գործընթացը ինքն է անում։ Մենք դա շատ վատ խառնում մանուֆակտուրան կամ խոսում են օրինակ գիլդիաների մասին։ Վենետիկում, հա, այդ իտալական քաղաքներում ասում են գիլդիա, բայց գիլդիա, գիլդիա։ Դրա էությունը ի՞նչն էր։ Մարդիկ են, այո, դրանք հավաքվում են միտեղ, բայց այնտեղ չկար աշխատանքի բաժանում։ Իրանք նույն գործ էին անում այդ մարդիկ, պարզապես միտեղ էին նստում։ Դա կցասեղի արտադրամասը չի, որը նկարագրում է Սմիթը։ Սմիթը նկարագրում է հենց մեզ ինք ասում է ուշադրություն դարձեք, ոչ թե գործընթացը բաժանված է։ Ամեն մարդ անում է մի գործառույթ, հա, դրա համար մի քիչ ուրիշ է։ Շումպետերյան, այսպես ասեմ, մոտեցումը ինքը միջև այսօր հանդիսանում է հիմնարար գաղափար ժամանակակից տնտեսագիտություն։ Քանի որ միանգամից պատասխանում է երկու հարցին, որը նեոդասական տնտեսագիտությունը չի կարող պատասխանել։ Ինչ է շահույթը, հա, եւ ինչ կապ ունեն նորարարությունները ուրեմն տնտեսական զարգացման հետ։ Նորից, հա, հիշենք, տնտեսությունը գտնվում է հավասարակշռության մեջ, պարզ չի որտեղից է շահույթը, եւ միաժամանակ պարզ չի ինչպես է հավասարակշռված տնտեսությունում հայտնվում է ինչ-որ մի բան, հա,
համակարգից դուրս։ Ինչպես է հայտնվում, հա, ասում են, դե նորարարները նորարում են, հա, իննովացիոն գործունեությամբ են զբաղվում եւ այդպիսով մենք ուրեմն ունենում ենք տնտեսական զարգացում։ Այսինքն համակարգը մի իրավիճակ, հա, տեղափոխվում մի այլ։ Ինչու՞ն է խնդիրը։ Խնդիրը նրանում է, որ իրական պատկերը վերջի 50 տարվա իրականությունը չի հաստատում այդ գաղափարը։ Անկամ կան հետազոտողներ, որոնք խոսում են այսպես կոչված 40 տարվա իննովացիոն պաուզայի մասին։ Այսինքն գաղափարը հետևն է 40 տարի նորարարություններ չեն լինում, չեն տեղի ունենում։ Հիմա կասեն ոնց թե, հա, 40 տարի, բա սա ինչ է, բա սա ինչա, հա, եւ այլն։ Նորից, հա, մենք ավելի մանրամասն կխոսենք, թե ինչու սա չեն դիտարկում նորարարություն, մեր երկրորդ մասում կխոսենք։ Պարզապես ես մի քանի փորձագետների հայտնի դիտողությունները բերեմ կապված այս վիճակի հետ, որ արդյոք մենք ապրում ենք հիմա իննովացիոն պաուզում։ Ուրեմն նախ ասեմ, առաջինը դա մեզ հայտնի Ռոբերտ Լուկասն էր, որին մենք հիշատակել ենք մեր առաջի ոդքասթներում։ Ես ասել էի, որ պատրիարխն է, հա, ուրեմն ժամանակակից լիբերալ տնտեսագիտությանը, որը հետևյալ կերպ արտահայտվեց այս ամեն ինչի համար, ասածը մոտավորապես հետևյալն է։ Ինչ եք անընդհատ ասում եք, նորարարությունները նորը պետք է ստեղծեն, նորը պետք է ստեղծեն։ Իհարկե, նորարարները պետք է նորը ստեղծեն, բա հո հինը չեն ստեղծելու, հա։ Ինչի համար եք դա ասում։ Օրինակ ես ու դու նստած ենք, հա, մենք ձեռնարկատեր ենք, հա, ինչ-որ բան ենք մտածում, հա, ինչ արտադրանքով դուրս գանք շուկա, օրինակ հեռախոսները չի վաճառվում, ինչ անենք, ասենք, արի բանը, ցիֆերբլատով, հա, հեռախոսից, հա, հանենք, հա, կամ չգիտեմ, ինչ, աղունիկներին հանենք, հա, այսինքն գնանք, բնականաբար մենք եթե դուրս են գալի շուկա, ձեռնարկատերը ինքը մտածում է, որ շուկա պետք է դուրս գա նոր արտադրանքով, որը բավարարում է ինչ որ ավելի լավ, քան նախորդ իր, ոչ մեկ հնի մասին չի խոսում։ Ես ինչ եմ դա շեշտում, որովհետև անգամ օրթոդոքս տնտեսագետները արդեն իրանք են հոգնել այդ խոսույթից, հա, որ անընդհատ ինչ եք նորարարություն, ինչա հարցնում ես, ինչա նորարարություն։ Դա ուրեմն նոր ապրանքատեսակը կամ արտադրանքը, որը բավարարում է շուտ։ Բնականաբար նոր պետք է լինի, հինը չի լինելու։ Ինչ եք դա ասում։ Լրացուցիչ ինչ-որ ծաղրաբերնում, հա, խոսում։ Դուք բացատրեք, թե տնտեսական աճի հետ դա ինչ կապ ունի։ Ինչպես է դա աշխատում, հա, ինչու օրինակ մի բան աշխատում է, մի բանը չի աշխատում։ Ոնց է ինքը ներդրվում ստեղծված ուրեմն համակարգի մեջ։ Դա է խնդիրը։ Հեսա վերջացնեմ, հետո դու քո դիտողությունները կանես կամ քո մտքերը։ Երկրորդը հայտնի է որպես Սոլոյի պարադոքսը։ Ուրեմն Ռոբերտ Սոլոուն նա մենք ոսոր խոսել ենք իր մասին, ինքն էլ է Նոբելյան մրցանակակիր եւ երկարաժամկետ տնտեսական աճի մոդելներից մեկի ուրեմն հիմնադիրն է եւ այսօրվա ժամանակակից դասագրքերում հիմնականում երբ խոսում են ուսանողներին, երբ բացատրում են տնտեսական աճը, հիմնականում օգտագործում են Ռոբերտ Սոլոյի մոդելը։ Ինքը շատ նման է այս ուրեմն այն ինչ որ պատկերված է եւ նա շատ հետաքրքիր միտք արտահայտեց, որը դիտարկվեց հետագայում որպես պարադոքս ու իր անունով կոչվեց, ասեց հետևյալը. տեղեկատվական տեխնոլոգիաների հետքը մենք տեսնում ենք ամեն ուրեք, բացի մակրոտնտեսագիտական ցուցանիշներում։ Այսինքն, ինչ էր ուզում ասել։ Ամեն տեղ մենք տեսնում ենք համակարգիչներ եւ այլն, հեռախոսներ, բջիջային եւ այլն, ինտերնետ, բայց դա ոչ մի կերպ չի արտահայտվում, օրինակ արտադրողականության աճի վրա։ Հնայի աճի վրա։ Արտահայտվում է, բայց այն ծավալի ներդրումները, որ արվում է այդ ոլորտի մեջ, ներդրում են 20%, 30%, հնան աճում է, չգիտեմ, 2-3% կամ 4%։ Բա հարց առաջանում, բա որտե՞ղ ուր է այդ արդյունքը։ Բա եթե դուք ասում եք, էսա, տեսեք, էսա ինտերնետը, էսա համակարգիչը եւ այլն, բա ինչի դա չի արտացոլվում մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Չէ՞ որ օրինակ եթե մենք դիտարկում ենք 19-րդ դարը, 20-րդ դարի սկիզբ, մենք տեսնում ենք թե շոկեքաշ մեքենան ինչ դեր խաղաց, երկաթուղին ինչ դեր խաղաց, ինչ դեր են իրանք խաղում կենսամակարդակի աճի վրա։ Բա ուր է, հա, բարձ չի։ Այսինքն ներդրումները արվում է, հա, բոլորը խոսում են, որ էսա վերջն է, չգիտեմ, էսա թռնում ենք ստեղ եւ այլն, բայց մենք արդյունքը չենք տեսնում, հա, բարեկեցությունը չի աճում։ Այսինքն ի՞նչ է նշանակում այս ամեն ինչը։ Նշանակում է, որ առնվազն մենք թեր պատկերացում ունենք նորարարությունների,
եւ մասնավորապես թե ինչ կապ ունեն նորարարությունները եւ տնտեսական զարգացումը։ Այսինքն այստեղ մենք բաց ենք թողում եւ մենք չենք տեսնում թե իրականում ինչ պատճառը հետևանքային կապ կա դրանց միջեւ։ Առնվազն կապ կա, ուղիղ թե դա ինչ որ ուրիշ կապ է, այլ կապ է, որը դեռ պետք է բացահայտել։ Մշտապես տնտեսագետները կամ տնտեսության տեսաբանները անդադ փորձում են ինչ-որ կախարդական բանաձևեր գտնելու, ինչ-որ կախարդական փայտիկ, որը ապահովելու է տնտեսական աճ, ինչով է պայմանավորված, դա ցկտումն է, ասենք, մարդկության կյանքը ավելի բարելավելու, ավելի լավը դարձնելու, թե ինքնին հենց տնտեսագետ լինելը հենց դա է ենթադրում։ Ամբողջ տնտեսական պրակտիկան դրա մասին է, հա, եթե դու կարդաս պատմություն, այդպիսի հարցերի, հա, եւ ժամանակակից տնտեսագիտության ձախողումների մասին է։ Իստրլի կարդաս, համաշխարհային բանկի ռիփորտները կարդաս, ինչ ուզում ես կարդա, հա, ջան, ինքը հասկանում ես ասացված կա, չէ, բան Աստվածաշնչային ասում է, դեպի դժոխք ճանապարհը լցված է, հա, ուրեմն բարի ցանկություններով։ Բոլորի մոտ բարի ցանկություններ են։ Ժամանակակից տնտեսական կարթա մտքեր են արտահայտում, էս է օրինակ ստեղծարար կործանումը, տնտեսական աճի շարժ, դասեր Հայաստանի համար։ Ինչ է պետք փոխել Հայաստանում, հելնելով, ուրեմն սուբսիդավորման ծրագրերի ուղղում նորարարական արդյունքների, գիտական տեխնոլոգիաների եւ արդյունաբերության քաղաքականությունների ինտեգրում, ՏՏ հարկային արտոնությունների վերանայում, իրական նորարարության ուղղությամբ, թե իրական արդեն մարդը իրական նորարարություն, չէ իրական ուրեմն, հա, կան իրական, չգիտեմ ոնց է տարանջատում ես մարդը։ Ну բնականաբար սա կենացների, հա, մեր ասած խելացի մտքերի շարան է։ Մարդկային կապիտալի զարգացում վերափոխման համար, մարդկային ամենտեղ դու կգտնես հա այդ բառերը։ Քաղաքականության մշակում մոտեցման փոփոխություն, անցում կատարելով agile մոտեցմանը, անպայման մի հատ արտասահմանյան ինչ որ նորարար տերմին պետք է լինի, ինչ որ ամեն մեկի գրածի մեջ, որպեսզի մարդիկ ասեն, դες ինչ մի լուրջ բան ասում ես մարդ, հա։ Կարդում ես, հա, սա ուրեմն Վլադ ջան, սա ծանր զառանցանք է։ Հա, սա ոչ գիտական ֆանտաստիկա է։ Սա պարզապես անգրագետ ուրեմն մոտեցում է հարցերին եւ ես առհասարակ ես անընդհատ միշտ ասում եմ մեր բոլորին է վերաբերում, հա, մեր էս անկախ Հայաստանի ուրեմն պատմության ընթացքում մեր դիլետանտիզմը եւ մակերեսային վերաբերմունքը կարևորագույն հարցերին բերեց մեզ այսօր փաստի առաջ կանգնեցած։ Նաև այսպիսի մարդկանց պատճառով, այսպես կոչված ինտելիգենցիայի պատճառով, որոնք դատարկ խոսալուց բացի, հա, եւ փոխարենը ամեն մի միտք, ամեն մի ասածը տարական, հա, տրամաբանության քրիտիկական քննարկման ենթարկի, ընդունում է դա որպես անհերքելի ինչ-որ փաստարկ եւ սկսում են Հայաստանում նորարարություն, ինչ է նորարարություն, որտեղից է նորարարություն, ինչպես է ալնում նորարարություն, եւ դա ոչ քննարկվում է, ոչ ինչ ասեմ, ոչ մի բան չկա էլի։ Մեր հաղորդումները ես ասում եմ նորից, հա, ավելի շատ ուղղված են, որպեսզի մենք ջարդենք, հա, այսպեսի պատկերացում, մարդիկ մի քիչ այլ տեսանկյունից սկսեն նայել։ Սենց ասացված կա, պատկերավոր պատկերացնենք, հա, 3 հոգի տարբեր մասերից բռնում են փղին, հա, մեկը ուրեմն բանից է բռնում, հա, խոբտից է բռնում, մեկը ուրեմն պոչից, մեկը ուրեմն խոբտից բռնողը ասում է սա օծը, այնտեղ այն կողմից բռնողը ասում է սա ձի է, հա, եւ այլն։ Այսինքն դու եթե տեսնում ես, հա, քեզ հասանելի է ինչ-որ մի մաս, հա, դու համապատասխան պատկերացում ունես։ Դու ամբողջ չես տենում, հա, չես կողմից, այս կողմից նայում, այս կողմից նայում, որպեսզի ամբողջ պատկերը տեսնես, դեմը ինչ է։ Հիմա մենք մի հատ մի ուղղությամբ sense նայում ենք, հա, ու ուրեմն վերջ, հա, այլ տարբերակ չի քննարկվում, ով որ խոսում է, ասում է այլ բան, ինքը, չգիտեմ, շարլատան է, ինքը մասնագետ չի ընդհանրապես, ինքը, չգիտեմ, ինչ որ այլ տեսություններ է, ագենտ է, ինչ ասես, այսօր խոսում։ Եթե դու մեյնսթրիմյան, ուրեմն լիբերալ ուղու մեջ չես, ուրեմն դու արժանի չես, որ քո վրա ընդհանրապես մենք ուշադրություն դասնենք։ Դա հակասում է ընդհանրապես գիտական մոտեցմանը, դա հակասում է արժեքներին, անգամ այդ լիբերալ արժեքներին, որոնք ասում են առհասարակ, հա, մարդու կարծիքը դա ամենակարևորագույն բանն է, եթե ես համաձայն չեմ Վլադ ջան, քո, հա, լիբերալ մոտեցումը, որն է Վոլտերին չէր ասում, ես համաձայն չեմ ձեր կարծիքի հետ, բայց ես միջև մահաց կկանգնեմ, պաշտպանեմ, որ դուք ունենաք ձեր կարծիքը։ Իսկ բար բացառվում է այդ մոտեցումը, ստեղ տոտալիտար մոտեցում է այս հարցը։ Սա է ու վերջ։ Ես չգիտեմ, ես պատկերացնում ինչքան դժվար կլինի այն մարդկանց հետ, որոնք փորձելու են հա սրա հետ ինչ-որ մի ձև աշխատել։ Ինչ պետք է անեն այս մարդիկ։ Ինչքան բան պետք է, ինչքան մարդկանց ուղեղների մեջ, ինչքան ստերեոտիպ կարծրատիպ պետք է ջարդեն։ Ես դա ահռելի դժվար աշխատանք։
Հիմա մենք մասամբ դա անում ենք։ Այդ մեր ուրեմն այս ոդկասթները մեր հաղորդումները փոքր չգիտեմ, մեր դիտումները քիչ են եւ այլն, բայց ես չեմ հիասթափվում եւ այլն, որովհետեւ կհիշեմ Հեգելի դասընթացներին, հա, գիտես, այն ժամանակ, որ ինքը ճանաչում չուներ, 5-6 հոգի մարդ էր գալիս։ Հետո մարդիկ շատ էին լինում, ծաղրում էին նրան դասընթացները անցնում։ Այսինքն մարդիկ պարզապես չէին հասկանում, հա, այդ ինչա եւ ինչ մտքի տերը մարդ, իսկ գիտես չէ, որ ինքը մահացել է 20 տարի ինքը դե Բերլինյան ուրեմն համալսարանի փիլիսոփայության կաֆեդրայի վարիչն է։ 20 տարի մարդիկ ասում են դե ես ով եմ ես որ Հեգելի տեղը նստեմ, հա։ Սպասես 20 տարի դա ամբողջ դատարկ է, հա։ Իսկ սկզբից մարդու լեկցիաներին ոչ մեկ չէր գալիս։ Մենք աշխատում ենք որակի վրա, անկախ դրանից թե հիմա 6 հոգի նայի, ինձ թվում է եթե մեկի մոտ էլ ինչ-որ փոփոխություն լինի, ես կարծում եմ որ մենք ճիշտ ուղու վրա ենք, հա։ Շեղում ենք, բայց իսկ կարծիքով օգտակար շեղում ենք։ Իրականում հա նորարարություն գաղափարը իր մեջ ոչ մի բովանդակային իմաստ չի պարունակում։ Նրա միակ նպատակն է գիտական, մեյնսթրիմյան, հա, տեսության մեջ գոյությունը ցող բացել լրացնել։ Այս մոդելի, հա, եւ մեյնսթրիմյան տեսության համաձայն, հա, տնտեսությունը արտադրումը հիշում ես մենք քննարկել են տեսակի արտադրանք։ Հիշում ես, չէ՞, 3 հատ առնվազն 3 հատ հարց կարելի տալ, հա, այս մոտեցմանը։ Առաջինը կապ ունի n-ը 1-ա թե 1000։ Չեն ասում ինչ տնտեսություն, այն որ абստրակտ տնտեսություն։ Հարց եմ տալի, օրինակ, չգիտեմ, Գաբոնը արտադրում է մենակ կակաո, իսկ օրինակ Ճապոնիան արտադրում է 1000 տեսականի։ Հիմա ինչ որ դուք ասում եք, ստացվում է որ կապ չունի, այսինքն ինչ մենք ասում ենք, ճիշտ է եւ Գաբոնի եւ Ճապոնիայի համար։ Այդ առաջին։ Երկրորդը, օրինակ ասում եք n տեսակի N-ը օրինակ վերստենք այսպիսի, հա, այսպիսի բան, հա, այսպիսի առարկա, հա, բջջային հեռախոս։ Հիմա ես հարց եմ տալ, N-ը դա 1 բջջային հեռախոս է, թե 1000 դետալ, հա, եւ պրովոդ, որից պատրաստվում է այս հեռախոս։ Էական է հարցը պատասխան։ Հա, ըստ մոդելի ոչ։ Երրորդը, ասում եք, արտադրումը N տեսակի։ 100 տարի առաջ էր N տեսակ։ Իսկ 100 տարի հետո էլա n լինելու, որպեսզի ստացտուգենք, մենք գիտենք, չէ՞, որ բնականաբար ոչ։ Ցանկացած տնտեսություն գրեթե վերստես, անգամ մերը, հա, մենք տեսնում ենք, որ 50 տարի առաջ n չի եղել, հա, n մինուս ինչ-որ քանակ է եղել, հա, n մինուս ինչ-որ y։ Հավանաբար, քանի որ մենք տեսնում ենք դինամիկան, մենք ենթադրում ենք, որ 50 տարի հետո էլ n չի լինելու, այլ լինելու n պլյուս ինչ-որ z։ Հիմա ստացվում է երկու իրավիճակ։ Կա տնտեսություն T միջակայքում, չէ՞, օրինակ եթե մենք նկարենք, հա։ Այսօր, հա։ Ստեղ եղել է ինչ-որ n մինուս, հա, y 50 տարի առաջ, 50 տարի առաջ։ Հա, եւ 50 տարի հետո ստեղ t մինուս 1, հա, t մինուս 1, t1, հա։ Լինելու է, հա, n պլյուս z։ Հիմա ինչպես է N տնտեսությունը, որը արտադրում է N տեսակի արտադրանք, դառնում է մի տնտեսություն, որը արտադրում է N պլյուս Z տեսակի արտադրանք։ Այ որպեսզի այդ պերեխոդը արվի, հա, այդ անցումը, ստեղծվում է նորարարություն գաղափարը։ Նորարարությունների հաշվին է դա տեղի ունենում։ Ժողովուրդ ջան, ոչ մի ստեղ բան չկա։ Նորարարություններն են անում այնպես, որպեսզի տնտեսությունը մեկ կետից տեղափոխվի, ուրեմն ես ուղղակի մի քիչ ծարաբերն եմ մեր դիտորդներին, բայց ասեմ, որտեղ դա շատ հետաքրքիր։ Էկզոգենության հասկացությունը, հա, ինչու՞ն է խնդրեմ։ Էկզոգենությունը դա ամենախոցելի տեղն է ժամանակակից տնտեսագիտության մոդելում։ Բացատրեմ խնդիրը ինչու՞ն է։ Ստեղ ավելի շատ տեսություն էլ չի, էլի, ստեղ ավելի շատ մաթեմատիկայի փիլիսոփայություն։ Այ մաթեմատիկայում ի սկզբանե ասում են, որ օրինակ կետը եւ ուղիղը դրանք տարբեր էություն են։ Կետը այլ բան է, ուղիղը մի այլ բան։ Ինչ որ մի этаպում, ասենց ենթադրություն արեցին։ Ասում են, իսկ ինչ կլինի, եթե մենք ուղիղը, հա, նկարագրենք որպես կետերի իրար հետևից, հա, իրար կպցնենք, հա, եւ պատկերացնենք ուղիղը որպես կետերի բազմություն, հա, անվերջ կետերի բազմություն։ Ինչ է նշանակում էկզոգեն, հա, եւ ինչով է տարբերվում ուղիղը, հա, գաղափարը ուղիղ, եւ կետերի բազմություն ուղիղ։ Հա։
Տարբերությունը էական է։ Եթե մենք դիտարկում ենք սպլաշնոյ, հա, ուղիղ, մենք ենթադրում ենք, որ այս կետի դրվածքը, հա, պայմանավորված է այս կետի դրվածքից։ Այսինքն անցած ուղին է պայմանավորում քո հետագան, հա, եթե մենք նկարենք այսպես, տրենդեր եւ այլն եւ այլն։ Այսինքն ամեն հաջորդ կետ դա նախորդի ինչ որ հետևանք։ Իսկ ստեղ մենք ինչ ունենք։ Մենք ունենք, եթե դու ունես իրարից անկախ կետեր, նշանակում է, որ հաջորդ կետի դիրքը, հա, կապ չունի նախորդից։ Սա կոչվում է համեմատական ստատիկա, սա կոչվում է դինամիկա, հա, դինամիկ գործընթաց, հա։ Այսինքն դինամիկ գործընթացում պատճառը, հա, որ այդ դինամիկան տեղի է ունենում, ինքը էնդոգեն է, այսինքն համակարգն է ստեղծում այդ շարժը։ Համակարգի մեջի ինչ-որ գործոններն են ապահովում իր առաջընթացը։ Ստեղ, հա, այս համեմատական ստատիկան ինչ է։ Դա մի վիճակը, օրինակ, եղել է մի տնտեսություն այսօր, հա, դրանից առաջ եւ դրանից հետո։ Ինչպես է փոփոխություն տեղի ունենում։ Ինչ հարց կա այսօր, հա, օրինակ, ժամանակակից տնտեսագիտության մոդելը, հա։ Իրանք ինչ են ասում։ Իրանք դինամիկ մոդելներ չունեն։ Չնայած իրանք ասում են, որ Dynamic Stochastic General Equilibrium Model։ Սա ամենաժամանակից, հա, մակրո տնտեսական մոդելներ են, որոնք կարևոր, ուրեմն, գործիք են այսօր ցանկացած կենտրոնական բանկի եւ ֆինանսների նախարարության գործ։ Այս մոդելները իրանք կոչում են դինամիկա, բայց իրանց դինամիկան իրականում այսպիսի դինամիկան է, հա։ Դա իրականում դինամիկա չի, դա համեմատական ստատիկա, այսինքն կա իրավիճակ այսօր եւ կա իրավիճակ վաղը։ Ինչպես է տնտեսություն այս կետից անցնում այս կետ։ Ասում են կապիտալը պետք է ներդնենք, օրինակ Հայաստանի տնտեսության մեջ, որ այս կետից անցնի այս կետ։ Բայց կներեք, կապիտալը, որ այսինքն վարկերը, որոնք մեզ տալիս է, ուրեմն արժույթի միջազգային հիմնադրամը կամ ինչ-որ բարեր, դրանք արտաքին գործոններ են, դրանք ներքին գործոններ են եւ իրանց մոտ ուրեմն ստացվում է տնտեսության մեջ տեղի ունենում ամեն ինչ, բացի աճից։ Հենց այդ թյուրըմբռնումն է, հա, բերում է նրան, հա, որ իրանք դինամիկան չեն կարող ապահովել, չեն հասկանում, որ ներքին գործոններն են, որոնք ապահովում են, հա, փոփոխությունները։ Ու սկսում են հորինել, ֆանտազիաները միացնում են, հա, ու սկսում են դե նորարարությունները, դե տեխնոլոգիաները եւ այլն եւ այլն, որպեսզի ավելի պատկերավոր լինի, հա, մի քիչ կարող է հարցեր մնա, հա, դինամիկա եւ ստատիկայի միջեւ։ Ես միշտ, հա, ուսանողներից բերում եմ այդ օրինակը, որպեսզի պրոստը սս մատերի վրա ցույց տամ ինչի մասին է խոսքը։ Պատկերացրենք իրավիճակ, հա, մեկը 57 հարգից ընկնում է։ Ընկնում է, հա, հասնում է 37 հարկ։ Զանգում ենք իր ձեռքին, հա, ու պատկերացնենք, հա, մեր մոտ մոդելային իրավիճակ, հա, զանգում ենք ձեռքին, ասում ենք ո՞նց ես։ Ըստ քեզ ինքը ինչ պիտի մեզ պատասխանի։ Ո՞նց է ինքը։ Շատ վատ։ Չէ, քանի որ մենք գիտենք, հա, ֆիզիկան, մենք գիտենք սա որ վատ վիճակ է։ Բայց ելնելով, հա, ստատիկ մոդելներից, իսկ ստատիկան ինչ ասում, ասում է կա իրավիճակ ստեղ։ Քանի որ դինամիկան չկա, այսինքն պատկերացրու դու չգիտես Նյուտոնի օրենքների մասին։ Դու ինչ կարաս ասես 37 հարգում ինչ է տեղի ունենում։ Ամենաշատը որ մենք կարանք անենք, դա այստեղ, հա, այս կետում, հա, իրան մի հատ բժիշկը մի հատ հետազոտի, հա, մի հատ վերջին ապարատներով ճնշումը չափենք, սիրտը ստուգենք եւ այլն, ամեն ինչ անենք, ինչ ցույց կտան դարձունքը։ Մարդու մոտ նորմալ ամեն ինչ։ Ոչ մի բան իր հետ տեղի չի ունենում, էլի որ սա ամեն ինչ տեղում, ոչ մի բան, ոչ ոսկորա ջարդած, ոչ մի բան։ Ճիշտ է։ Շարունակենք, հա, շարունակում է անկումը։ Հասավ 10-րդ հարկ։ Նորից զանգում ենք, ասում ենք ո՞նց ես։ Ինչ ասում։ Ասում են լավ եմ։ Նույնը։ Լավ եմ։ Ու տես, միջև հասնի են ամենավերջի կետը։ Վերջի կետում էլ է իր մոտ ամեն ինչ լավ։ Տես, ստատիկայում, եթե մենք կտրենք, հա, ամեն կետում, հա, իր մոտ ամեն ինչ լավ է։ Ստատիկայում իր մոտ ամեն ինչ լավ է, իր մոտ դինամիկայում ով է։ Եթե դու տալիս ես, եթե դու պատկերացնում ես, որ այս գործընթացը դինամիկ գործընթաց է, պայմանավորված է, հա, ֆիզիկայի օրենքներով եւ այլն, դու արդեն այստեղ, գիտես պետք է գոռաս, չնայած իր մոտ ոչ մի բան չկա դեռ, բայց դու արդեն պետք է գոռաս, որ քո մոտ լուրջ խնդիրներ է, դու շատ վատ վիճակում ես։ Ինչի մասին եմ ես դրա ասում։ Օրինակ, այսօր, երբ որ խոսում են Հայաստանի տնտեսության մասին, բերում ասում, ինչ ես խոսում, վատա, հələ մի հատ նայի կաֆեներում ինչքան մարդ կա, ռեստորաններում ինչքան, այսինքն մեր մոտ ռեստորանում մարդկանց քանակը դառնում մակրոտնտեսական ցուցանիշ, հասկանում ես, գիտակցության մարդկանց, ասենք, պատկերացումները հա տնտեսության մասին։
Հա, Սևանում քանի հոգի է հանգստանում, դա դարել է մակրոտնտեսական ցուցանիշ։ Մարդիկ այս վիճակը չեն, իրանք չեն տեսնում ուր է գնում այս ամեն ինչը։ Իրանք նայում են ստեղ, ասում են լավ է, ինչ ես ուզում, ինչ ես գոռում, ինչ ես խառնվում իրար, ամեն ինչ լավ է։ Սխալ պատկերացումը, հա, process-ներ, դինամիկա եւ չտեսնելը, ներքին գործոնները, որոնք քեզ ուր են տանում, հա, բերում են, հա, այսպիսի Ռուսերենացած տնտեսական ճգնաժամից առաջ, այդ թվում եւ համաշխարհային մեծ տնտեսական ճգնաժամերից առաջ ռեստորանները միշտ մարդիկ են եղել։ Կարող է լինել ավելի շատ են եղել, քան օրինակ նորմալ վիճակում։ Ինչ կապ ունի դա 2008 թվականի ճգնաժամից առաջ Սևանում էլի մարդիկ։ Հա, մի տեսեք, օրինակ բացեք մամուլը 2007 թվականին կամ 2008 ես համաձայն։ Տեսեք ինչ էին գրում։ Արժույթի միջազգային հիմնադրամը ինչ պրոգնոզ էր տալի 2008-2009-ի համար 2007-ին, հա։ Մեր մոտ արդեն 2008-ը մեր մոտ ընդհանրապես դու չես պատկերացնում։ Ես հիշում եմ, ես ավարտել էի համալսարանը, ասպիրանտուրա էի սովորում, քանի որ իմ իհարկե գիտելիքները այտենց մակարդակի չէին, որ ես հասկանայի, հա, եւ այլն շատ բաներ ես չգիտեի, բայց ես հիշում եմ այն վաղվա խոսույթները, արդեն 2008-ին, երբ որ Lehman Brothers-ը, այ բանկը սննկացավ, արդեն Ամերիկայում ամբողջությամբ պանիկայի մեջ էին, Ռուսաստանում արդեն ճգնաժամ, մեր մոտ ամենաբարձր աստիճանի պատասխանատուները, հա, տնտեսական պատասխանատուները, որոնք մինչև այսօր կան, հա, Վլադ ջան, դրա համար ենք մենք այս վիճակում։ Գիտես ինչ են ասում։ Ասում են դա մեզ չի կպնի։ Ինչու, որովհետև ճգնաժամը դա Ամերիկայի Միացյալ Նահանգների հիպոթեկային շուկայում եղած գործողությունների արդյունք է։ Իսկ քանի որ մենք ոչ մի կապ չունենք Ամերիկայի հիպոթեկային շուկայի, մեր վրա դա չի անդրադառնա ընդհանրապես։ Հիշում ես ինչպես անդրադարձավ մեր վրա։ Ինչքան էր հնայի անկումը 2009 թվականին, գիտես։ Չէ։ Ուրեմն -14%։ Դա ուրեմն առաջին ցուցանիշներ ԱՊՀ-ում առաջինն ենք մենք, ռեկորդը, ու եթե չեմ սխալվում, երկրորդ թե երրորդն ենք մենք աշխարհում։ Պատկերացնում ես։ Ու այդ մարդիկ վարում են ստե տնտեսական քաղաքականություն։ Ընդհանրապես պատկերացում չունեն որը։ Մարդը ասում է ինչ կապ ունի Հայաստանի տնտեսությունը, որ ներդրում չես արել կամ բան, դա ընդհանրապես ընդդեի ճգնաժամը։ Մարդը չի պատկերացնում այդ շղթաները եւ այլն ոնց է դա այդ ամեն ինչ տեղի ունենում։ Կամ դա տարական անգրագիտություն է, կամ այդ մարդիկ միտումնավոր են դա անում ու ասում, որովհետեւ այլ ես ուրիշ կերպ չեմ կարող դա բացատրել։ Բայց Հայաստանի մասին մենք դեռ կխոսանք, հա։ Ավարտելով այս հատվածը ուղղակի ռուսերեն լավ բառ կա, ասում են շապկա закидательские настроения, հա։ Այն մեր մոտ, այն մեր ուրեմն ամենաբարձր ու բոլորին դա վերաբերում, նախքին ներկա, չգիտեմ ով, ընդհանրապես կապ չունի։ Նույն մարդիկ ընդ նստած են, նույն մարդիկ նստած են, ու ես վստահ եմ, ով էլ գա նույն մարդիկ են նստած։ Հա, որտեղ իրանք այլ ընտրանք գոյություն չունեն, պարզապես գոյություն չունի։ Որպեսզի իրանք այլ ընտրանքը լինի, պետքա իշխանությունը լինի մարդ, որ այս ամեն ինչը հասկանա։ Իսկ քանի որ ես շատ կասկածում եմ, որ մոտակա ժամանակ մենք ունենք մի մարդ, որ այս ամեն ինչը հասկանա, չեմ ասում, հա, չգիտեմ, տեսական մակարդակով այս ամեն ինչը, բայց գոնե ընդհանուր առմամբ պատկերացնի, հա, ինչի մասին է այս ամեն ինչը, հա։ Ուրեմն հնարավոր չի, էլի, այդտեղ ինչ-որ մի բան փոփոխություն լինի, հա։ Ու ես շապկա закидательские տրամադրությունները, հա, որ դե ինչ ճգնաժամ, ինչ Ամերիկայի հիպոթեկային շուկա, հա, ինչ դինամիկա, ռեստորանում մարդիկ նստած են, ուրեմն լավ է։ Տների գինը բարձր է, հա, ուրեմն լավ է։ Սևանում մարդ կա, ուրեմն լավ է։ Ինչ ճգնաժամի մասին եք դուք խոսում ընդհանրապես, հա, ձներ կդրեք նստեք։